Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է, բարև ձեզ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Տիկին Ղազարյան, թեպետ ընտրություններին դեռ մի քանի ամիս ժամանակ կա, ակտիվ վերադասավորումներ են քաղաքական դաշտում, դաշինքներ են ստեղծվում, նույնիսկ ոչ դաշինքներ, պայմանավորվածություններ քաղաքական ուժերի միջև միասին մասնակցելու, ինչ գնահատականներ կտաք այս գործընթացին։ Միանշանակ է, որ այդ ձեր նկարագրած գործընթացը տեղի ունենում, ես կանվանա այս գործընթացը հետևյալը անկախության դեմ պայքարող կուսակցությունները միավորվում են, Հայաստանի Հանրապետության պետականության դեմ պայքարող կուսակցությունները միանում են, եւ ես կարծում եմ, որ քաղաքացու համար սա առավել քան տեսանելի է եւ ուրեմն հունիսին տեղի ունեցող համապետական ընտրությունների ժամանակ քաղաքացու համար պետք է կողմնորոշիչ լինի պետություն անկախ իսկապես անկախ պետություն ուզում են թե չէ։ Իսկ անկախ պետություն հնարավոր է նաև խաղաղության պայմաններում, ինչը մեր առաջարկն է։ Այն բոլոր քաղաքական ուժերը, ովքեր միանում են, ըստ երևույթի որևէ առաջարկ չունենալ քաղաքացիներին, իրենց առաջարկը մեկն է լինելու վերադարձ նախկին բարքերին եւ իրենք էլ մեծ հաշվով բոլորներին էլ կարելի է փաթեթավորել որպես նախկիններ, անկախ եթե նույնիսկ անկախ են հանգամանքից, որ միգուցե նոր դեմքեր ենք տեսնում, այս մարդիկ իրենց արժեհամակարգով իրենց բովանդակությամբ նախկին են, իսկ նախկինի բացվածքը եթե մենք տանք, դա քաղաքացուն ունեզրկելու, քաղաքացուն իր խոսքից զրկելու, քաղաքացուն իր բոլոր սահմանադրական իրավունքներից զրկելու մասին է, եւ ես չեմ կարծում, որ արժանապատիվ որևէ քաղաքացի կարող է ընտրել ունեզրկումը, ձայնի իրավունքից զրկելը, քվեարկությամբ իշխանություն ձևավորելը եւ ի վերջո քաղաքացին երբեք չի ուզի զրկել իրեն ժողովրդին տրված ամենակարևոր լիազորությունը իշխանություն լինելու։ Եվ դրա համար ես ամենայն վստահությամբ եմ գնում 26 թվականի հերթական ընտրություններին եւ վստահ եմ, որ քաղաքացիների համար առավել քան պարզ է, ով ինչ է առաջարկում։ Օրինակ նշում եք, որ անկախության դեմ են պայքարում, ինչու եք այդպիսի հիմնավորում անում, տեսեք մեր էկրանին կան քաղաքական ուժեր, միավորումներ, հավանաբար Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության հետ կմասնակցի ընտրությունների, այդպես են հայտարարում, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թևանյան, Սուրենյանցն էր նշել, որ այս ցուցակով որ գործունեությունն է օրինակ այս ուժերից, ես հուշում, որ իսկապես եթե քաղաքացիները իրենց ձայն տան, ապա անկախության դեմ կքվեարկեն։ Շատ կարևոր է մեր քաղաքացիներին այս առաջին հայացքից պարզ միտքը նաև բացատրել պարզ օրինակներով, բայց ես կարծում եմ, եթե մենք որևէ զրուցարան գնանք, մեր քաղաքացիները մեզ ավելի լավ կբացատրեն նույնիսկ ինչ է նշանակում, բայց եկեք հերթով եթե գնանք, չի կարող որևէ ղեկավար, որ կարծում եմ եւ ուզում է, որ Հայաստան ուժեղ լինի, Թալանի բանակը, Թալանի իր քաղաքացուն Պարզվում է, որ հեցը օրինակ ունեցել է քաղաքացիներից գողություն անելու ըստ երևույթի լծակներ եւ դրանցից օգտվել է։ Չի կարող օրինակ Իշխան Սաղաթելյանի կուսակցությունը անշրջաբերական որնասի, որ Հայաստանի սահմաններն ունենալու եւ դրանք սահմանագծելու գործընթացը չի բխում մեր շահերից։ Չի կարող որևէ քաղաքական գործիչ հետաքրքրված լինի տարածաշրջանում կոնֆլիկտի շարունակականությամբ։ Եվ ըստ երևույթի բոլոր այս մարդիկ, ովքեր խորհրդանում որևէ ձև ներկայացուցիչներ ունեն, ես օրինակ Սամվել Կարապետյանը կասեմ, որ հանրապետական կուսակցությունը իր ներկայացուցիչը, որտեղ իր եղբայրը եղել է ուրեմն հանրապետական կուսակցության падգամավոր, նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, եւ ի ստեր Նարեկ Կարապետյանի, որ ասում է, որ Պետրոս Ղազարյանի տաղավարում, որ հայրս անհամաձայնություն է ունեցել այո, նա վերադարձել է այնուամենայնիվ խմբակցություն կրկին եւ падգամավոր դարձել։ Այս բոլոր մարդիկ իրենց ելույթներով խորհրդանում ամեն անգամ ցույց են դնում, որ պատրաստ են ծառայել ցանկացած այլ պետությանը, բայց ոչ Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա բազմաթիվ քրեական գործեր կան, ապօրինի բռնագծման գույքի մասով ուրեմն գործեր կան դատարաններում, որտեղ որ դժվարանում են գտնել մեկին, ով ներգրաված չէ։ Եվ եթե տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչ էր տեղի ունենում, եւ ըստ էության հեղափոխությունը արձագանք էր տեղի ունեցած նախկին 30 տարի ընթացքում տեղի ունեցած այս բոլոր բարքերին,
Ես խիստ կասկածում եմ քաղաքացին իրենց ձայնով կոշտի, այո, ունեն իրենք ինչ որ լսարան, իրենց հետ խիստ փոխկապակցված անձինք, խորհրդարանում իրենց ներկայացնում են մարդիկ, ովքեր միայն հետաքրքրված են հենց կանխելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, եւ ես էլ եմ ասում, մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ եթե դու ուզում ես ուժեղ պետություն, անկախ պետություն, դու պետք է կարգավորես հարաբերությունները քո հարևանների հետ, դու պետք է զինվես եւ կառուցես ենթակառուցվածքներ եւ ոչ թե կառուցես դղյակներ։ Այն դղյակները, որ մենք կառուցում ենք եւ գրեթե ամեն օր Հայաստանի Հանրապետության տարածքում բացվում են նոր դպրոց կամ մանկապարտեզ, դրանք միտված են ուժեղ քաղաքացի ունենալու։ Իսկ ուժեղ քաղաքացի նշանակում է կիրթ քաղաքացի։ Ուժեղ քաղաքացի նշանակում է քաղաքացի, ով կարողանում է ճամփորդել Հայաստանով եւ կան ենթակառուցվածքներ, ով գնողունակ է, ով կարողանում է ճամփորդել, այսինքն մարդ, ով երջանիկ է եւ Հայաստանի Հանրապետության իշխող մեծամասնության նպատակն է ունենալ անվտանգ միջավայրում ուժեղ եւ երջանիկ քաղաքացիներ։ Տեսեք, այս ուժերն էլ շատ լավ են ներկայանում նախընտրական դաշտում։ Օրինակ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը շատ մեծ տնտեսական ինչ-որ սոցիալական խոստումներ է տալիս, 300,000 նոր աշխատատեղ, 0 հարկեր փոքր բիզնեսին եւ այլն, ուսանողներին են ինչ-որ առաջարկներ ներկայացնում։ Ձեր կարծիքով այս ռեսուրսների գործադրումը ընտրազանգված ընտրողների վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Սոցիալական հարցերը շատ կարևոր հարցեր են մեր ամենօրյա կյանքում եւ մենք մեր քաղաքացիներին էժան դեղերի փոխարեն առաջարկենք անվճար։ Եվ ում ենք առաջարկել, մենք մեր թոշակառուներին ենք առաջարկում անվճար 65+, 200,000-ից ավել աշխատավարձ ունեցող մարդկանց ենք առաջարկում անվճար բուժ սպասարկում, իհարկե մի շարք կետերով։ Մենք մեր քաղաքացիներին արժանապատիվ կյանք ենք առաջարկում։ Եվ որ ես խոսում եմ դպրոցից եւ մանկապարտեզից, սա նշանակում է, որ ծնողը կարող է հանգիստ վերադառնալ իր աշխատավայր։ Եվ որ մենք ասում ենք, որ համայնքում մանկապարտեզ չկա, դա նշանակում է, որ համայնքի կանայք զրկված են աշխատելու իրենց իրավունքից, որտեղ երեխաներին պահելու տեղ չկա։ Եվ ամեն ենթակառուցվածք, որ նոր կառուցվում է, սա նպաստում է ավելի լավ կյանքի, եւ մենք սա մեր աշխատանքով ենք ցույց տվել։ Մենք խոստումներ տալու գալիք տարում խոստումներ այսպես բարձրագոճ անելու փոխարեն դրանք արդեն ապացուցել են։ Մենք ունենք 300,000 նոր աշխատատեղ։ Մենք ունենք համայնքներ, որոնք 0-ից ունեն ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, գյուղատնտեսական ծրագրերից կարող ենք անվերջ խոսել, սուբսիդավորման ծրագրերից։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները նկատել են այն տարբերությունը, որը կա իրենց խոստումների եւ մեր առաջարկների միջեւ։ Շատ լավ, իշխանությունը Գյումրի 2 սցենարից մտավախություններ ունի, թե ոչ, սա շատ է քննարկվում դաշտում, մի անգամ օրինակ Մարտուն Գրիգորյանը եւ այլ պաշտոնյաներ Գյումրիում հայտարարեցին, որ չեն միանայրան արյան հարց կա նույնիսկ իրար մեջ, բայց տեսանք ինչ տեղի ունեցավ ընտրություններից հետո, հիմա օրինակ Նարեկ Կարապետյանը շատ հաճախ ասում է մենք նախկինների հետ չենք համագործակցի, բայց ինչ որ բառախաղերի միջոցով կարծես հասկանալի է, որ շատ լավ էլ կգնան այդ համագործակցության, հետեւաբար այս սցենարը ինչքանով է իշխանություններին մտահոգում։ Նախ եւ առաջ կրկին արձանագրենք, որ Նարեկ Կարապետյանը ինքը նախկին է եւ իր հայրը խիստ փոխկապակցված է Սերժ Սարգսյանի հետ եւ որ ես տեսնում եմ նաեւ ելույթները խորհրդարանում Հայաստան Դաշնքի ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի գործունեությանը, ես իհարկե կարծում եմ, որ իրենք համագործակցելու են եւ մեր քաղաքացիներին իրենց սիրելի սուտի գործիքը փորձում են կրկին օգտագործել, որտեղ ակնհայտ է, որ այս բոլոր մարդիկ ունեն հսկայական անտի-ռեյտինգ եւ իրենք չեն հայտարարում, որ միանալու են, որովհետեւ ամեն մեկը փորձում է մաքսիմալ իր ընդրազանգվածին կանչել, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանում ամենաբարձր անտի-ռեյտինգը ունի Ռոբերտ Քոչարյանը, այսինքն մարդ ում ատում են, մարդ ում չեն սիրում, մարդ ումից նաև տեղ-տեղ գուցե վախենում են հաշվի առնելով այն արյունալի տասնամյակը, որ նա կառավարել է։ Եվ այստեղ ակնհայտ է, որ իրենք չեն միանում, աշխատելով ամեն մեկն իր անտի-ռեյտինգով չվանի այլ ընտրողի։ Բայց մեր քաղաքացիները այո Գյումրի օրինակով տեսել են, արդյոք մենք վախենում ենք Գյումրի օրինակից, ոչ։ Մենք պարզապես մեր քաղաքացիներին հիշեցնում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ պարզ մանիպուլյացիաների արդյունքում եւ մեկ հարցել, քանի որ այս ուժերը ամենօրյա ռեժիմով փորձում են ապացուցել, որ ծառայում են օտարերկրյա այլ կենտրոնների, ես կարծում եմ, որ իրենց ցանկությունը շատ հաճախ չեն էլ հարցնելու, իրենց ստիպելու են։
Մոսկվայից նկատի ունեք։ Ես նկատի ունեմ բոլոր այն կենտրոնները, որոնց իրենք անթաքույց փորձում են ծառայել։ Մենք եկանք իմ հաջորդ հարցին, շատ ծաղուն կերպով, Արևմտյան դաշտում տեղավորված, դիրքավորված շատ ուժեր իշխանություններին, ընդհանրապես պատկան մարմիններին նաև արգելում կոչ են անում արգելել մասնակցել այս ուժերին ընտրություններին Մոլդովայի օրինակով։ Ես գիտեմ, որ դուք շատ եք ուսումնասիրում նաև եվրոպական երկրների փորձը, ինչ դիտարկումներ ունեք, ինչքանով է դա կիրառելի, իրավական այսպես թեզերի մեջ չխորանանք, բայց ինչքանով է սա Հայաստանի պարագայում կիրառելի։ Կան մի շարք պետություններ, որտեղ որ տարբեր գործիքներ կիրառվել են այս կամ այն կուսակցության գործընթացներին, քաղաքական գործընթացներին չմասնակցելու։ Ես կարծում եմ, որ եթե իրավապահ համակարգը նկատում է որևէ բան, այն պետք է գործի։ Ես որպես օրենսդիր սահմանել եմ այն բոլոր շրջանակները, որից դուրս որևէ կուսակցություն գործելու իրավունք չունի։ Բայց այս գերկարգավորումների դաշտում մենք կարող ենք չնկատել այն փոքրիկ սողանցքները, որոնք թույլ են տալի տարբեր կուսակցություններին, տարբեր պետություններում, այնուամենայնիվ ինչ որ արդյունք ունենալ։ Եվ դրա ամենավառ օրինակն առանց պետության անուն տալու, եւ որ թվում էր թե այդ պետությունում ամեն ինչ կարգավորված է մեդիա դաշտում, հայտնվեց մի տեխնացու, ով TikTok-յան ալգորիթմների մասին, որոնք աշխատացրել էին 6 տարի առաջ նախքան ընտրությունները, կարողացան տեխնացուին գրեթե հաղթող տեխնացու դարձնել։ Եվ մենք շատ հաճախ կարող է ինչ-որ բան սահմանափակելով չնկատենք, որ այլ հարթակին ուժեղանալու հնարավորություն ենք տալիս։ Եվ դրա դեմն առնելու ոստիս ամենաճիշտ տարբերակը պարզապես կապը չկորցնել քաղաքացու հետ։ Մշտապես իրազեկել, որ այս մեդիա օրինակ outlet-ը տարածում է սուտ տեղեկատվություն, այս լրագրողը ոչ բարեխիղճ է իր այս մեկնաբանությունը։ Եվ ես կարծում եմ, որ քաղաքացիները նույնիսկ դեմքով շատ լավ ճանաչում են այն բոլոր լրագրողներին օրինակ, ովքեր մոռանալով իրենց բուն առաքելությունը դա վերածվել են քաղաքական գործչի, չունենալով այդ մանդատը։ Ակտիվիստների նաև։ Տեսեք, ես պարագայում օրինակ Սամվել Կարապետյանի փաստարկ նշում եմ, որ այս մարդը գործունեություն է ծավալել Ռուսաստանում, չի կարող գործել Ռուսաստանի նախագահից անկախ, իր հարստությունը կուտակել է Ռուսաստանում եւ հիմա էլ այդ ֆինանսավորումը ակնհայտ են գումարների միջոցով է, որը ինքը վաստակել է Ռուսաստանում։ Այսինքն բնութագրում են սա որպես միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին Ռուսաստանի կողմից։ Ինչքանով է կիսում այս մոտեցումը։ Նախ կուսակցության գրանցման պահից բոլոր կուսակցություն պարտավոր են ֆինանսական թափանցիկություն ցույց տալ, եւ սա ամենաէական հարցն է իմ համար, ցույց տալ իրենց ֆինանսական հոսքերի թափանցիկությունը, եւ դրա համար էր, որ օրինակ երբ որ օրինակ որոշ եկեղեցականներ վեղարի ներքո փորձում են քաղաքական գործընթացի մաս դառնալ, իմ պահանջը հետեւյալն էր՝ գրանցեք կուսակցություն եւ ներկայացրեք հայտարար գրեր, ինչպես այլ կուսակցություններ եւ վարչություններ, հա, կուսակցության վարչություններ։ Այս պարագայում այո, մենք պարտավոր ենք իմանալ բոլոր ֆինանսական հոսքերը, բայց կրկին Սամվել Կարապետյանին օրինակ իր չմասնակցությունը գործընթացին չի նշանակելու ամբողջությամբ խնդիրը լուծված է, որովհետև իր ազգականը կրկին նույն արժեհամակարգի կրողն է եւ նույն ֆինանսական հոսքերի կրողն է։ Մենք պետք է հասկանանք ինչպես թե նախընտրական շրջանում եւ թե որպես կուսակցություն իրենց ֆինանսական հոսքերի նկատմամբ ոչ թե մենք որպես իշխող մեծամասնություն, այլ մեր քաղաքացիները վերահսկողություն ունենան, բայց քաղաքական գնահատական միանշանակ տալու են քաղաքացիները համապետական ընտրությունները։ Իսկ ինչքան ընդհանրապես ձեզ համար ընդունելի կամ ոչ ընդունելի է անցումային վարչապետերի, այսպես չգիտեմ, տարբեր ժամանակաշրջանում մեկ Բագրատ Սրբազաններ անցումային վարչապետ, մեկ Սերժ Սարգսյանի համանային սահմանադրություն փոխում։ Հիմա ես կառաջադրվեմ, որովհետև հորեղբայրս չի կարող, հետո կընտրվենք 4 սահմանադրություն կփոխենք, ինքը կդառնա վարչապետ։ Այս ընդհանրապես այս նարատիվը տարածել հասարակության մեջ կամ նախ սա անհասկանալի եւ անընդունել է, ճիշտ ասած, հրաժարվել քաղաքացիությունից միայն այն պարագայում, եթե դու ընտրվում ես, եւ երկրորդը մեր սահմանադրությունը ցանկացած նորմ սահմանելու պահին դա պարզապես չի անում։ Այդ նորմը սահմանված է հենց ազգային անկախության պահպանման տեսակետից։ Ինչու է մեր սահմանադրությունում առհասարակ նշված, որ պետք է 4 տարի միայն այս պետության քաղաքացի լինի։ Դա պարզապես չի հայտնվել մեր սահմանադրությունում։ Այն ունի ուղիղ նշանակություն մեր սուվերենության եւ պետականության պահպանման տեսակետից։ Եվ սա հերթական անգամ ցույց է տալի, ցույց է դնում այն, որ այս մարդիկ պարզապես ուզում են Հայաստանը վերածել մի մեծ
կայսրության մաս եւ այնտեղ պարզապես կառավարչական ինչ որ դեր ստանձնեն, որովհետեւ հակառակ դեպքում իրենք չէին փորձի որևէ ձև անկախությունը մեր հարցականի տակ դնել եւ փոխել մայր օրենքը, որը կրկին հիմնավորված է ասում, թե ինչի մի երկրի վարչապետը պետք է լինի միայն մեկ երկրի քաղաքացի այդ տվյալ ժամանակաշրջանում։ Ձեզ համար որպես պատգամավոր իշխող ուժի, հավանաբար նաեւ հաջորդ խորհրդարանում եւս կլինեք իշխող ուժի պատգամավոր, օրինակ հաճելի է այս տեսակ ընդդիմություն ունենալը, պրոռուսական, Հայաստանի անկախության շահերին դեմ գործող, դեմ արտահայտվող խաղաղության օրակարգին, օրինակ կարելի է այս ընթացքում ձևավորել այնպիսի ընդդիմություն, որը էլի ինչ որ հարցերում դեմ կլինի, բայց ամենակարևոր հարցերում օրինակ ցուցմունք չի տա Հայաստանի դեմ, ասի որ Հայաստանն է սանձազերծել պատերազմ։ Դե մենք որպես իշխանություն բնականաբար գրպանային ընդդիմություն ձևավորելու ոչ ցանկություն ենք ունեցել, ոչ նման հեռանկար, առողջ, իսկ չէ, նկատի ունեմ, երբ որ հարցը ձևակերպվում է, մենք ինչ որ մի բան անեինք, մենք չէինք կարող ինչ որ բան անել, մենք կարող էինք օրենսդրական դաշտը լավարկել եւ ստեղծել միջավայր, որտեղ որ երիտասարդ ուժերը, որտեղ ակնհայտ է, որ նախկիններից բոլորը անխտիր բոլոր նախագահները ցուցմունք են տվել Հայաստանի Հանրապետության դեմ, իր թիմակիցները բոլորը նոյեմբերի 9-ի չկատարումը մեղքը գցել են մեր իշխանությունների վրա, այդպիսով սրբադասելով Ալիևին եւ Ադրբեջանը, ես կարծում եմ, որ ժամանակն է, որ նոր ուժեր ստեղծվեն, բայց որպես իշխանության ներկայացուցիչ նման լծակ եւ այսինքն ես գործիքը չունեմ դա անելու, բայց շատ լավ կլիներ, որովհետեւ այո, այս անդիմությունը ոչ միայն վտանգավոր է, նաեւ շատ ձանձրալի։ Հիմա մի շարժում է ձևավորվել, բոլորին դեմ եմ, նորից կմասնակցեն ընտրությունների, օրինակ այս առումով ինչ որ մտահոգություն չունեք, որ սա փոքր կողմնորոշող է նաև ընտրողի համար, ով որ կգնա օրինակ ընտրատեղամաս, այս բոլորին դեմ եմ օրինակ քվեաթերթիկը կունենա ու չի հասկանա, որ ինչ որ մեկին է ձայն տալի, գուցե բոլորին դեմ լինի։ Ես կարծում եմ, ես շատ ցավում եմ այս նախաձեռնության նման սլոգանի համար, մի բարձ պատճառով, որովհետև սա առաջարկ չէ։ Ես կարծում եմ քաղաքական կուսակցությունները պետք է հանդես գան հստակ առաջարկով եւ բոլորին դեմը դա առաջարկ չէ։ Դա առհասարակ առաջարկի բացակայության մասին է եւ շատ տխուր է, որ նման ձևակերպումներով երիտասարդ ուժ է հանդես գալի, որը կարող էր Հայաստանի քաղաքացիներին առաջարկով հանդես գալ։ Ես չեմ կարծում, որ սա կարող է որևէ ձև ապակողմնորոշի մեր քաղաքացիներին, ես կարծում եմ, որ քաղաքացիները քվեախցիկ մտնելու են արդեն իսկ ընտրությամբ, ես կարծում եմ արդեն իսկ մեր քաղաքացին կողմնորոշված է եւ ցավում եմ, որ երիտասարդ ուժը իր հույսը դրել է քաղաքացու սխալի վրա։ Շատ քիչ ժամանակ է մնացել ընտրություններին, մենք անդադար տարբեր զեկույցներ ենք տեսնում Հայաստանի մասով նաև մտահոգությունների Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայությունները օրերս զեկույց հրապարակել, որում նշվում էր, որ Ռուսաստանը շատ կուզենա Հայաստանում իշխանություն փոխել, բերել մի ուժ, որը ըստ էության կլինի ազգայնական, այդպիսի անունով, բայց Ռուսաստանի ենթակայության տակ եւ Ռուսաստանի մտահոգությունը այն է, որ դուրս է մղվում տարածաշրջանից Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։ Դուք տեսնում եք արդյոք Ռուսաստանի հետաքրքրությունը այս առումով ու ինչպես է հակազդում հիբրիդային գրողներին։ Ես կարծում եմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բավականին բաց խոսակցության փուլ են մտել եւ մենք բաց ենք մեր գործընկերների հետ եւ ակնկալում ենք, որ իրենք էլ բաց կլինեն մեզ հետ այս առումով։ Դուք նկատում եք, որ խոսակցությունները լինեն մեզ շատ հաճախ եւ բավականին կոշտ, բայց ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին կենտրոնանալ մի բանի վրա, ինչպես ամեն մեկս մեր տեղում կարող ենք պահպանել սահմանադրական կարգը։ Պատերազմից հետո եղել են ռազմական հեղաշրջման փորձ, եղել է հավանաբար ավելի մեծ շարժում կանխատեսվող եկեղեցական այս գրոհը, որը կրկին ակնհայտորեն միայն ներսից հրահրված չէր։ Հայաստանը արդեն փաստորեն ուղարկվել կարող եմ այսպես ենթադրել միայն ռուսաստանցի բիզնեսմեն, որը կրկին ակնհայտ է, որ իր կյանքը երբևէ որևէ փուլում Հայաստանի հետ չի կապել, հակառակ դեպքում իր կապիտալը կկուտակեր Հայաստանում, ոչ թե դրսում։ Եվ ակնհայտ է, որ սա էլ կարող ենք դիտարկել 21 թվականի փետրվարից սկիզբ առած հեղաշրջման փորձի շարունակություն։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ մեր քաղաքացիները իմաստուն են
ուժեղ եւ ամենակարևորը ոչ թե որ իշխող մեծամասնության կողքին են, այլ պետության եւ պետականության կողքին են։ Եվ ես չեմ կարծում, թե որևէ մեկը կամ որևէ պետություն կամ որևէ պետությունների համախումբ ունակ է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կոտրել։ Որն է լինելու ձեր ասելիք, օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն են հսկայական, ապատեղեկատվական արշավի դեմ, նաև որը մղվում է ձեր դեմ, չկարող հերքել, որ Հայաստանում օրինակ լրատվական դաշտը նույն մեծամասամբ հենց ընդդիմությանն է պատկանում ու սա որոշիչ նշանակություն ունի։ Ես մեր քաղաքացիներին միշտ խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել սկզբնաղբյուրի նկատմամբ, որտեղ են ընթերցում, ինչ են ընթերցում, լինել մաքուր տեղեկատվական դաշտի կիրառման ընթացքում, որովհետև եթե մենք ուշադիր ենք ամեն սնունդ ընդունելից առաջ նայում ենք բաղադրությունը առողջ լինելու համար, նույնչափ վնասակար կարող է լինել մեր մենտալ առողջության համար ստացված ցանկացած տեղեկատվություն։ Դրա համար մեր քաղաքացիներին հորդորում եմ ինչ որ էջի հետևելիս, ինչ որ մարդու, ինչ որ TikTok-յան էջի, ուշադիր լինել քոնթենթի, բովանդակության, շեշտադրումների նկատմամբ եւ միշտ կենտրոնում ունենալ Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էր, բաժանորդագրվեք CVK YouTube-յան ալիքին, կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։